Ողջույն սիրելի հայրենակիցներ, բարձր տրամադրությամբ ձեզ ողջունում ենք Տավուշի մարզի Կիրանցի հայտնի պատի մոտից, բայց ուղղակի ուզում ենք ձեզ իրազեկել, որ մեզ թույլ չտվեցին, որ պատը նկարենք, որովհետև չի կարելի նկարել պատը, ինչ որ հատուկ թույլտվություններ ա պետք, բայց մենք գիտենք, որ օրինակ туриզմի կոմիտեն այն նկարել ցույց է տվել որպես խաղաղության խորհրդանիշ, Նիկոլ Փաշինյանը անձամբ որպես տուրիստական առաքելություն է այստեղ իրականացել մի շարք խմբերի հետ, էլի ցույց է տվել, այսինքն մի բան, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, մեզ չեն թողնում նկարենք, շատ լավ չենք նկարում, պատը ընդեղ է, չենք նկարում պատը, բայց մեր խորհրդանշական հաջորդ վայրն է սա, եւ այս վայրի վերաբերյալ մենք ունենք ասելիք, հիմա խոսքը փոխանցում եմ Կարպիսին, հետո ես իմ ասելիքը կասեմ։ Իսկապես շատ զարմանալի է, որ թույլ չեն տալիս նկարել, որովհետև սա ըստ էության մարտական դիրք չի։ Եթե մարտական դիրք լիներ, եթե մարտական հերթապահություն իրականացվեր, կհասկանայինք, որ իսկապես պետք չի նկարել, բայց չէ որ սա արդեն իսկ խաղաղության սիմվոլ է, ամբողջ աշխարհին ցույց են տալիս որպես խաղաղության պատ, հանրապետության նախագահ օրջորժվող պարոնը գալի հիացական հայացքով նայում է, ասում է, կյանքում առաջին անգամ պետական սահման տեսա, հիմա չեմ հասկանում խնդիրը ինչն է, որ չեն թողում, մի բան կա, ուրեմն մի հատ ինչ-որ ամոթալի մի բան կա, որ sense արհեստական խնդիրներ են առաջացնում։ Իրանք որ գալիս են, իրանք կարելի է, Նիկոլ Փաշինյանին կարելի է, Արմեն Գրիգորյանը լրագրողների խումբավերցնում գալիս է այստեղ նկարում է, իրանք կարելի է, բայց ինչևից է, միգուցե ավելի լավ որ չթողեցին, որովհետև եկանք հասկացանք, որ մի բան այն չի ու իսկապես մեր մտահոգությունները, մեր դատողությունները արդարացված էին, իսկ որոնք են մեր մտահոգությունները։ Մենք իսկապես կողմ ենք եւ չեն կարող դեմ լինել, տրամաբանող մարդը չի կարող դեմ լինել սահմանազատման գործընթացին։ Մենք դեմ ենք այդ բովանդակությանը, թե ոնց է իրականացվում եւ այդ process-ը ինչի մասն է, հիմա պարոն Մարուկյանը ավելի մանրամասն կներկայացնի, որ Հայաստանի սահմանը առանց որևէ հստակ քարտեզի, առանց որևէ հստակ տրամաբանության, Ադրբեջանի դիկտատով, Ադրբեջանի քմահաճիկով կտրտում են, կտոր են անում, որ ամեն ինչ բխի Ադրբեջանի շահերից, որ Ադրբեջանը նպաստավոր դիրք է զբաղեցնի, որ Ադրբեջանը կարողանա իր համար ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ Google Map-ով կարելի է տեսնել, թե Ադրբեջանը ինչ հսկայական ամրաշինական աշխատանքներ է իրականացնում սահմանի երկայնքով, եւ դա նաեւ նրա շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանի անողնաշար քաղաքականության պատճառով մեզ համար գրեթե բոլոր բարենպաստ դիրքերը, բարձունքները անցնում են Ադրբեջանի վերահսկողությանը եւ սա սահմանազատման գործընթաց չի, իր բովանդակության մեջ սա Ադրբեջանի դիկտատով իրականացվող ինչ-որ process է, որը ապագայում վստահաբար ականա դառնալու եւ լուրջ խնդիրներ առաջացնելու մեր երկրի համար։ Մեր երկրի սահմանները sense բզիկ են անում Ադրբեջանի շահերից ելնելով եւ թքած ունենալով Հայաստանի շահերի վրա։ Տեսեք ժողովուրդ, Կարպիսը լավ նկատեց, որ ամոթալի բան կա։ Ամոթալի բանը որն է։ Մենք այս պատը անվանում ենք ամոթի պատ։ Ինչու է այն ամոթի պատ։ Որտեղ որպես գործընթաց կողմերը պետք է պայմանավորվեին, որ ճանաչված գծից, սահմանային գծից զորքերը, եթե առաջ են կանգնած, ետ են քաշում համապատասխանաբար ճանաչված սահմանային գծից դեպի տվյալ երկրի տարածք։ Ինչա տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը իր դիրքերը, որոնք դիրքեր ուներ, լավ տարածքներ եւ նաեւ այս գյուղացիները այս ժողովուրդը այստեղից օգտվում էր, զորքերը ետ է քաշել, կառուցել է այս պատը, որ պետք է դրանի պատասխան Ադրբեջանը բերքաբերի օկուպացված տարածքներից, նաեւ Ջողազի ջրամբարի, նաեւ այլ տարածքներից, վարելահողեր, շատ բերի հողեր ազատեր, Ադրբեջանը դա չի արել, այսինքն Հայաստանը միակողմանիորեն դուրս է եկել այդ տարածքից, իր վերահսկված տարածքից։ Կառուցել է այս պատը, մարդկանց վերեմ ցույց են տալի, ուրախանում են։ Մենք եկել էինք, որ ցույց տայինք, որ ասենք Ժորժ ջան, ստե ուրախանալու բան չկա։ Ամոթա նման գործարք անել, հետո այդ գործարքով ուրախանան։ Ամոթա։ Եկանք հասանք տեղ, պարզվեց, որ իրանք էլ գիտեն, որ ամոթա, ինչի որովհետև չեն թողում նկարեն։ Խաղա պատը ճաքելա դրա համար։ Հա, չէ, բայց պատը եկան ճաքի մասը չնկարի, բայց չեն թողում։ Այսինքն, սիրելի հայրենակիցներ, այդ որ ամեն օր ասում են, որ գան, որ իշխանությունը փոխվի, որ էս լինի, այն լինի, մեր բանակցած բովանդակությունը կփոխվի, էսա իրանց բանակցած բովանդակությունը հանձնել եւ հպարտանալ, ուրախանալ հանձնածով, կորցնել եւ ասել, որ կորուստը մեզ նոր ուժ տվեց, ջախջախվել եւ ասել հաղթել ենք։ Էսա, այսինքն ամեն ինչ
հակառակն է տեղի ունենում եւ նաեւ այս պարագայում։ Եվ նաեւ ինչու ենք եկել հենց որ մի հատ վիզուալ էստեղ լինեինք, ցույց տայինք, Սահմանադրական դատարանը սրա պատասխանատուներից մեկն է, որովհետեւ այս կանոնակարգը, որը որ հաստատվել է post factum։ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր չի ասել, եղբայր կանոնակարգ եք բերել սահմանազատման հաստատելու, մինչդեռ կանոնակարգը հաստատելուց առաջ եք այս գործողությունը արել։ Հասկանում եք, էլի հայրենակիցներ։ Կանոնները հաստատելուց առաջ է այս հանձնվել։ Եվ դրանից հետո process-ը կանգնած է ինչու։ Որովհետև էլի Հայաստանից են բան ուզում, որ Հայաստանը հանձնի։ Եթե process-ը այնպես լիներ, որ Հայաստանը բան ստանար, անպայման հիմական էին ընտրություններից առաջ։ Եվ դա կվաճառեին որպես product, որպես գործ արված, որ տեսակ, որ ընդդիմությունը սխալ էր ասում, տեսակ Ադրբեջանը մեզ հողեր տվեց իր գրաված հողերից։ Ոչ սիրելի հայրենակիցներ, նոր զիջումներ են սպասվում, եթե հունիսի 7-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը չհայտնվի խորհրդանում։ Իսկ ինչ է կատարվում հիմա։ Ուրեմն Բաքվում հատուկ հանդիպում ունեցած Հիկմետ Հաջիևի հետ, Հիկմետ Հաջիևի ուղերձները Հայաստան բերած անձը այսօր ուղի եթեր է արել մեր դեմ հակակարողություն է իրականացնում։ Սա արդյոք պատահականություն է։ Պատահական բաներ չեն լինում, սիրելի հայրենակիցներ։ Ինչու է այս ամենը տեղի ունենում ընտրություններից 8 օր առաջ։ Որովհետև Լուսավոր Հայաստանը իր քարոզչությամբ հասել է մի հանգրվանի, որ մեր խորհրդանում լինելը արդեն փաստ է։ Հիմա իրանք ինչ են ուզում անեն։ Ուզում են հակակարոզչությամբ ետ պտտեն մեր հավաքած էլեկտորատը ձայները, որ մենք խորհրդանում չհայտնվենք։ Հիմա սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք որոշեք, Ալիևի սազանդարները պետքա խանգարեն մեր խորհրդանի ձևավորմանը, որ մեր նման ուժ այնտեղ լինի, թե դուք պետքա որոշեք, որ մեր խորհրդանում լինեն։ Հիմա ուզում եմ ձեզ ուղերձ տալ։ Եթե դուք անձամբ մինչև 3 որոշել եք որ ընտրեք Լուսավոր Հայաստանին, այսօր այս տեղեկությունը իմանալով ես ձեզ կոչեմ անում։ Նաև հարևանին խնդրել, բարեկամին խնդրել, զանգել, բոլորին ասել, որ միակ ուժը, որի դեմ Բաքվից, հենց նոր օրեր առաջ Բաքվից եկած մարդը, Հիկմետ Հաջիևի ուղերձները Հայաստանում տրանսլյացիա անող մարդը, քարոզչություն է իրականացնում, դա Լուսավոր Հայաստանն է։ Էլ ինչ ապացույց եք ուզում ունենաք, որ դուք տեսնեք, որ մեր խորհրդանում լինելը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերից։ Եվ ես ասեմ, երբ որ ես կառավարությունում էի, այդ ժամանակ էլ ամենաշատը ադրբեջանական մամուլում, ադրբեջանական պրոպագանդիստների կողմից, նաև Հայաստանում, թիրախավորվել եմ ես, ի պաշտոն է։ Ոչ ոք չի թիրախավորվել։ Ախը քարտուղարը չի թիրախավորվել, վարչապետը չի թիրախավորվել, ԱԳ նախարարը չի թիրախավորվել, ԱԳ փոխնախարարները չեն թիրախավորվել։ Միայն ես։ Մի անգամ էլ մի դեպք այլ Բրյուսելում մեր դեսպանը։ Այսքան բան։ Էլ ինչա պետք ձեզ ասել, բացատրել, ապացուցել, որ դուք տեսնեք, թե ինչա կատարվում օրը ցերեկով Հայաստանի Հանրապետությունում։ Պարզա չէ, որ Հիկմետ Հաջիևի ջահելները գային ստեղ, իրաց թողալու են ստե նկարվեն։ Ամոթի պատի մոտ։ Մենք անելու ենք հետևյալ բանը, սիրելի հայրենակիցներ։ Սահմանազատման գործընթացը պետք է ունենա հստակ քարտեզ։ Մենք բանակցություններով հստակ քարտեզ ենք դնելու դրա տակ։ Հստակ քարտեզով Հայաստանը ունի ստանալիքներ։ Հայաստանը իր ստանալիք հողերը ստանալու է խաղաղ։ Որից հետո Հայաստանը նաև պետք է ասի, եւ ես ասում եմ հիմա, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկան անկլավներ։ Սահմանազատման այսպես կոչված դուռը բաց է թողնված, որ այդ ճանապարհով Հայաստանը կտրտեն, Հայաստանը ապամոնտաժեն, ստրատեգիական ճանապարհները վերցնեն մեր ձեռքից։ Ահա այդ է սահմանազատումը։ Եթե դա չլիներ, հիմա տարբեր տարածքներից Ադրբեջանը զորքեր հետ քաշեր, Փաշինյանը կգնար կնկարվեր, այնտեղ կասեր նայեք ինչ արդար է, մենք դուրս եկանք, իրանք էլ դուրս եկան։ Եվ ահա դրա համար ժողովուրդ եկեք մեզ ընտրեք։ Չկա նման բան։ Չունի այդ ձևի փաստարկ, ինչու, որտեղ ընտրություններից հետո պետք է այլի մենք հողեր հանձնենք։ Սրա մասին է խոսակցությունը։ Էս է խոսակցությունը։ Եվ դրա համար ենք մենք այսօր այստեղ, ուզում ենք սիմվոլիկայի իմաստով նաև այս պատը ձեզ ցույց տալ, դե հիմա չստացվեց։ Դա նոր փաստարկ տվեց մեզ, որ իրենք էլ են ամաչում իրենց արածից։ Չամաչեին ինչ խնդրեմ կար, կասեին նկարահանում։ Ավելացնելու բան ունեք։ Սիմվոլիկ ակտի հետ առնչությամբ, եթե իսկապես սահմանազատում լիներ, երկու երկրների ղեկավարները կգային, կհանդիպեին, ձեռք կսեղմեին, ոնց որ շատ երկրների պարագայում ա եղել, եւ գործընթացը իսկապես բովանդակություն կունենար։ Ես մի արձանագրում էլ անեմ,
Մեր համար իսկապես մեծ պատիվ է, որ Ադրբեջանը մեզ չի սիրում։ Նշանակում է, որ Հայաստանի համար ինչ-որ մատ լավ գործ են ուզում անել, ելնելով պետության շահերից։ Իսկ այդ լավ ասեցիք, Հաջիևի ջահելները, որ հիստերիկ Ռուսաստան գոռալով Ադրբեջանի օրակարգն են փորձում տարածել, դատապարտված են իրենք, եւ ինչի Ադրբեջանը մեզ չի սիրում, որտեղ մենք ասում ենք հարց չկա կբանակցենք, բայց Ալիև եւ Էրդողան ձեր ասածով չի լինելու այս երկրում։ Սա Հայաստանն է։ Մենք ասում ենք, որ մենք մեր երկրի շահերը պաշտպանելու ենք եւ ես էլի մի բանի վրա ուշադրություն հրավիրում լրագրողների, որ մինչև հիմա չի եղել որևէ քաղաքական ուժ, որ ասի, որ խաղաղության այսպես կոչված նախաստորագրված պայմանագիրը չենք ստորագրելու։ Ինչու, որովհետև քարտեզ չկա, որ մեզ ճանաչել են։ Ինչը ստորագրենք։ Եվ ահա դրանից հետո է, որ Ադրբեջանից զվուկը բարձրացվել է մեր դեմ իրականացվող արշավի։ Սիրելի հայրենակիցներ, հետևությունները դուք արեք, հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք թիվ 19 քվեաթերթիկը եւ ձեր քվեարկությամբ ուղերձ եղեք Հիկմետ Հաջիևի լակոտներին, ջահելներին, պրոպագանդիստներին եւ Ադրբեջանին, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ենք որոշում, թե ինչպիսի խորհրդարան ունենանք։ Դուք չեք որոշում։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։